Մենք հաջորդ խոսքի մեջ ենք տեսնում ու ես գերմաներենի թարգմանություններ եմ գրել, որտեղ ինձ ավելի է դուր գալի, ասում եմ, քանի որ արդեն շատ օրեր քաղցած էին, բայց իրականում կոնտեքստի մեջին շարունակական է, այսինքն այդ իրավիճակներից հետո ասում եմ, niemand wollte mehr essen։ Գիտես շատ ժամանակ, երբ որ հանդիպում ես քո կյանքում այնց իրավիճակների մեջ, որ ամեն ինչ կարելի ասել տանում է դեպի կորուստ, ամենաառաջին բանը, որ քո հետ պատահում է, դու քո ախորժակն ես կորցնում։ Ոչ թե մենակ ֆիզիկական իմաստով սիրելիս, այլ հոգեպես։ Ախորժակդ ուղղակի կորցնում ես։ Կարող է որ այդ վաղտ ոչ Աստծո խոսքն էլ քեզ հետաքրքրում, ոչ կողքի քաջալերություններն են քեզ հետաքրքրում, դրանք սկսեցին էլ չուտելը։ Կյանքը առանց փոթորիկների ու ալիքների չի անցնի։ Ամեն մարդ, որ քեզ ուրիշ բանով է ուզում ապացուցի ու քարոզի, ուղղակի սխալ վարդապետությունն է այդ ամեն ինչը։ Իրանք իրանց ավետարանն են ստեղծել, ու իրանք իրանց մտքերն են ստեղծել, իրանց պատկերացումներն են ստեղծել, բայց տեսեք թե Հիսուսի խոսքերը ինչ ասում, Հովհաննես 16:32-ում ասում է աշխարհում նեղություն ինչ պիտի լինի, պիտի ունենաք։ Չի ասում կարա լինի, որ ունենաք, որ շատ աղոթք չանեք ունենաք, որ եկեղեցի չթակ ունենաք, որ այս չանեք, այն չանեք ունենաք, ասում է աշխարհում եք ունենալու եք։ Բայց սիրելիներս, փառք Տիրոջը, լեշանակությունը ինչ ասում է, բայց ինչ արեք, քաջալերվեք, որովհետև ես հաղթել եմ աշխարհին։